Մենք հերթապահություն ենք իրականացրել տարածություն բոլոր ընտրատեղամասերում, շատ ընտրատեղամասերում 2 դիտորդով, մենք քանի որ համատեղ նախաձեռնություն ենք, դրա հնարավորություն ունենք, ուստի ամենուրեք ենք մենք եղել, կարողացել ենք ֆիքսել եւ այն տեղամասերը, որում ընտրական գործընթացը նորմալ է ընթանում եւ այն տեղամասերը, որտեղ ընտրական գործընթացում կան խնդիրներ, եւ այն տեղամասը, որտեղ ընտրական գործընթացը մեղմ ասած դուրս է եկել հունից։ Խնդրահարույց է եղել այն տեղամասերում, որտեղ մենք տեսել ենք բազմապիսի տեխնիկական խնդիրներ։ Օրինակ, ընտրատեղամասի տարածքը փոքր է, դա բերում է կուտակումները բերում են որոշակի ասած քաոսի եւ ընտրական գործընթացը կազմակերպելու բազմաթիվ տեխնիկական խոչընդոտների։ Երկրորդը տեսել ենք բազմաթիվ ընտրատեղամասերում, որտեղ այսպես կոչված safe-ը անհրկիզելի պահարանը բաց է անընդհատ, երբ որ պետք է փակ լինի, քվեաթերթիկները ասենք տարբեր տեղերում դրված են, երբ որ տակառակը պետք է փակ լինեն եւ այլն բազմից տարբեր տեղերում ուշադրություն հրավիրել ենք տեղամասային հանձնաժողովի նախագահների, որոնք պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն դրա նկատմամբ։ Երրորդը, որը մենք տեսել ենք, արձանագրել ենք բազմաթիվ տեղերում։ Ընտրողները շատ հաճախ մինչև վերջ ճշգրիտ չեն պատկերացնում քվեարկության այսպես ասած պրոցեդուրան, քանի որ պետք է վերցնել այդ 9 քվեաթերթիկները, դրանցից մեկը առանց տալելու դնել ծրարի մեջ այնպես, որպեսզի ծայրը դուրս լինի, բերել տալ, որպեսզի դրոշմանիշը դրվի եւ այլն։ Սխալներ են անում տարբեր։ Խնդիրը վստահված անձանց ակտիվությունը ընտրական տեղամասերում հիմնականում իշխող ուժի, բավական որոշ տեղամասերում բավական ագրեսիվ են իրանց պահում, որոշ տեղամասերում իրանց իրավունք են վերապահում հրանգահավորել ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահներին, առավելևս շատերը նույն իշխող ուժից են գալիս են սկսում են իրանց հրանգներ տալ, արձանագրել ենք, ֆիքսել ենք շատ տեղերում։ Դա կա շատ տեղերում իշխող ուժի վստահված անձիկ նաև ինչ-որ ցուցակներ են պահում, ցուցակագրում են ընտրողներին, ով եկավ, ով չեկավ, ամենանավանական ինչ-որ նախնական պայմանավորվածություններ ունեն, որոնք փորձում են ճանապարհով ֆիքսեն, երբ որ նրանք պահանջում են այդ ցուցակները ցույց տան, բնականաբար թաքցնում են, իսկ իրանք ընտրատարածքներում այդպիսի իհարկե իրավասություն չունեն իրականացնելու։ Խնդիրը լինում ավելի լուրջ խնդիր, մի քանի անգամ ականատես ենք եղել դեպքերի, երբ որ ընտրողի բուն ընտրական իրավունքն է խախտվել, օրինակ եկել է անձնագրով այլ պետության, թեև ինքը գրանցված է Գյումրի քաղաքի տարածքում, 1 տարուց ավել, ընտրական ցուցակի մեջ կա, լիազոր մարմինը իրան մտցրել է ընտրական ցուցակի մեջ։ Հանձնաժողովի անդամը անհիմն մերժում է իր կողմից ընտրության իրավունքը, թեև մերժելու իրավունք չունի։ Երկրորդը դեպքեր կան, որ մենք տեսնում ենք ընտրատարածքների մոտ ինչ-որ գրասենյակներ կան, ընտրողները այդտեղ մտնում են, ինչ-որ հրանգավորում են ստանում, դուրս են գալիս, չի բացառվում, որովհետև նաև կարող են լինել ընտրակաշառքների դեպքեր, եւ ամենացավալին է, որ ոստիկանությունը դիմացը կանգնած է, բայց տարածությունում ոչ մի միջոցներ չի ձեռնարկում, երբ որ դու իրանց ասում ես, որ կներեք հարգելներս, դուք պետք է միջոցներ ձեռնարկեք, մենք մտեք, տեսեք ինչ է տեղի ունենում, իրանք շատ դժկամ են, որ ընդհանրապես ինչ-որ բան անեն։ Կուտակումներ մեծ, այսօր մի քանի անգամ դրա մասին ասել եմ, ամենամեծ կուտակումները մենք արձանագրել ենք 60 եւ 70 ընտրատարածքների դիմացը, դրանք իրար մոտ են 100 մետր հեռավորության վրա, իրանց արանք հնգած խաչմերուկը տարածորեն, ասենք, տասնյակ եւ երբեմն հարյուրավոր քաղաքացիներ կանգնած փողոցում եւ փորձում են ուղղորդել մնացած քաղաքացիներին, ընտրողներին եւ այլն, մենք պարբերաբար գնում ենք ոստիկաններին հորդորում ենք, որպեսզի իրանք այդ կուտակումները ցրեն, իրանք հիմա զարմանալի պատասխան եմ այսօր ստացել, ասում եմ, տեսնում եք 20 հոգի կանգնած են ցրեք այս մարդկանց ընտրատարածքից 30 մետր հեռավորության վրա։ Ասում եմ, դե ասում եմ, մեր տան դեմը կանգնած ենք, ասում եմ, չեք տեսնում, որտեղ բնակելի տուն չկա։ Դե ինչ որ ընտրական շտաբը դիմացը կուտակված է։ Այդ մարդկանց պետք է ցրեք, դրա ուղղակի պատասխանատվությունն է։ Դուք հիմա ուզում եք որ այնտեղ կոնֆլիկտ լինի, ուրիշները մոտենան, լրագրողները բան կոնֆլիկտ սարքեն, գնացեք իրանց ցրեք, դուք ոստիկաններ եք, դա պետք է կատարեք։ Ինչ կարող եք ասել, արդյոք այս խախտումները կարող են ազդել ընտրությունների ընթացքին, թե դրանց ծավալը, ձեր արձանագրած խախտումների ծավալը այնպեսին չէ։ Կոնկրետ այդ երկու տեղամասերում կարող են ազդել, ես իդեպ մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք վերջում համակարգենք ու հասկանանք, որ իսկապես տենց է եղել, գուցե մենք կդիմենք կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ նաև կհորդորենք ուրիշ քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են, դիմենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, այդ երկու կոնկրետ տեղամասերում 69-ում եւ 70-ում ընտրության արդյունքները կամ քվեարկության արդյունքները ավելի ճիշտ չեղարկելու մասին։ Չի ասի, որ ամբողջ Գյումրու տարածքում վիճակը այդպեսին է, թե ուրիշ տեղերում էլ կա ուղղորդում ընտրողների, այսպես ասած,
տեղաշարժ եւ այլն, հա, բայց այդ կոնկրետ երկու ընտրատարածքները իսկապես շատ խնդրահարույց են։